Բարի երեկո հարգելի հետևորդներ, Արմատ մեդիան շարունակում է աշխատանքը, եթերում հարցազրույցն է, զրուցակիցս այսօր գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանն է։ Բարի երեկո, պարոն Հարությունյան։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Պարոն Հարությունյան, այսօր առավոտյան բողոքի ակցիա էր կառավարության դիմաց, բողոքի ակցիա անողները Հայաստանի ձկնաբույծներն են, որոնք կառավարությունից պահանջում են լուծել իրենց խնդիրները, որովհետև Ռուսաստանի կողմից կիրառվող սանկցիաների պատճառով իրենց ձուկը, ձկնամթերքը չեն կարողանում արտահանել Ռուսաստան եւ ԵԱՏՄ շուկաներ։ Երեկ Երասխ-Երևան ճանապարհը փակել էին լոլիկ աճեցնողները, նրանք բողոքում էին, որ տասնյակ տոննաներով իրենց բերքը մնացել է դաշտում, որովհետև գործարանները այդ բերքը չեն ընդունում, դարձյալ պատճառը Ռուսաստանի կողմից սահմանափակումներն են ու արտահանումների կասեցումը։ Ստեղծված իրավիճակում մենք ինչ ունենք, արդյոք այն խոստումները, որ տալիս է կառավարությունը, թե սուբսիդիա կտամ, բավարար է լինելու այս մարդկանց խնդիրները լուծելու համար։ Նախ շնորհակալություն հրավերի համար, անկեղծ դժվար է արդեն փորձել արձագանքել այս իրավիճակում process-ներին, բայց այնուամենայնիվ փորձում ենք այն որ ասում պահենք իրավիճակը, վերլուծություններ անենք եւ ինչու՞ չէ նաեւ փորձենք այս ետերով հասկացնենք, որ որտեղ է խնդիրը, որտեղ է բացը, ինչ կարելի է անել։ Հիմա գիտեմ, որ հերթական անգամ չեն լսելու, չեն անելու, բայց այնուամենայնիվ մեր խղճի առաջ մաքուր լինելու համար եւ որպես այս երկրի մարդ, եւ որպես մասնագետ փորձում ենք մենք մեր գործը անենք, հետագան Աստված ցույց կտա ինչ ենք անելու։ Հիմա մինչև ձկնաբույծների բողոքին եւ այդ ճանապարհը փակելու այդ էպիզոդային խնդիրներին անդրադառնալը, ես ընդանում մեկ բան ասեմ, որ այս ամեն ինչը ես ասել եմ, կրկնում եմ, սա արդեն համակարգային խնդիրներ են, համակարգված խնդիրներ են, եւ որ այդ ամեն ինչը պետք է ստանա համակարգային լուծում։ Այսինքն պետք է բոլոր խնդիրները ռիսկերով գրագետ ձևով վերլուծեին եւ յուրաքանչյուր արդեն նեղ խնդիրներին տային համապատասխան լուծումներ։ Իսկ իրենց տված լուծումները ինչպիսին են, համակարգային չեն, պետական բյուջեից սուբսիդիաներ հատկացնելը, դա համակարգային է թե ոչ։ Չէ, ես դրան կանվանեի ցակուցրիվ, էպիզոդային, առանց հավասարակշռելու, առանց հաշվառելու, առանց ճիշտ գնահատական տալու, ուղղակի պահի տակ լուծումներ են, որովհետև ինձ թվում է ավելի խելոք լուծում չեն կարողանալու առաջարկել։ Բացի դրանից, ես տեսեք, հեսա մտքեր կարտահայտեմ, բաներ կասեմ, տեսեք, կակտիվանա հետո ետերը, կսկսեն մարդիկ վերցնել ասած նախադասությունները, տարածել, խոսել, բայց առանց խորքային վերլուծության, որովհետև ժամանակը չի ներելու, որ ես խորքային վերլուծություն անեմ։ Ուղղակի ես թիրախները տարազնացնեի եւ տեսեք ինչն է այստեղ խնդիրը։ Արդեն տեղեր կան, համայնքներ կան, որ կարկուտը մի քանի անգամ է եկել։ Այսինքն կարգտարության խնդիրները, որ մասսայի էֆեկտ են մեծ, տարածքներ են ներգրավել եւ ավելի մեծ ֆերմերներ, քանակով մեծ ֆերմերներ են տուժվել։ Ավելացնում ենք այն խնդիրներին, որ լուծում չեն ստացել արտահանում ծաղիկ, ջերմոց, ծիրան, կերազ, պղպեղ եւ այլն, ու ավելանում է արդեն այն, ինչ որ մենք ասել ենք, հեսա կգա սեզոնային պիկը, բերքի առատությունը, լինի դա բանջարանոցային մթերքներ, թե որոշ պտղատեսակներ, այնուամենայնիվ օրինակ ասենք տեղցի կա բավականին բերք սպասվում է եւ այդ խնդիրները կառաջանան։ Տեսեք, պարոն Հարությունյան, մասնավորապես Ծիրանի հետ կապված էկոնոմիկայի նախարարը պարբերաբար թվեր էր հրապարակում, Պապոյանն ասում է Հայաստանից հունիսի 1-ից հուլիսի 19 ընկա ժամանակահատվածում արտահանվել է 7654 տոննա ծիրան։
Երեք օրինակ Արմատ մեդիան հրապարակում էր արել, որ Հայաստանից 20 տոննա բեռնատարով ծիրան են փորձել հասցնել Իսպանիա, բայց այդ ծիրանը այնքան վատ որակի է հասել վերջնարդյունքում, այսինքն ճանապարհի ընթացքում հասել է եւ պիտանի չի եղել մեծածախ վաճառքի համար, որ արտահանողը կանգնել է խնդիրների առաջ։ Հիմա էկոնոմիկայի նախարարի պատասխան մեր այս հրապարակման ասում է մենք Իսպանիա ծիրան չենք արտահանել ու նման թվեր է տալիս։ Ծիրանի դեպքում գուցե աղմուկը մեծ չէ, որովհետև այս տարի ծիրանի բերքը շատ քիչ է, բայց մենք ինչ ունենք լոլիկի հետ կապված, պղպեղի հետ կապված, մյուս մշակաբույսերի հետ կապված, որովհետև ես տեսնում եմ, որ ամեն օր մեր երկրում այդ մասով գեներացվում են փոքրիկ բողոքի ակցիաներ։ Այսօր ճանապարհ փակեցինք, վաղն էլ կփակենք, ինչ ենք ունենալու այդ մասով։ Գալու ենք նորից նույն կետին ենք մենք կանգնելու։ Ես մի քանի ամիս առաջ հենց սկսվեց այս իրավիճակը։ Ես ասել եմ, հեշտով խնդիրները բացվելու են։ Եվ երբ որ իրանք փորձում էին սուբսիդավորել կամ օժանդակություն, ես բարձրաձայնել եմ, ես ասել եմ, եթե դուք 3 միլիարդ հետողությամբ տալու եք, սպասեք նոր միլիարդներ հատկացնելուն։ Այսինքն, եթե օրինակի համար ես ջերմոտ չունեմ, դուք ջերմոտ չունենք, բայց մենք ունենք մշակում ենք կարտոֆիլ, մեկը ծաղկակաղամ, մյուսը բրոկոլի, ձեր ասած լոլիկ մշակողները։ Հիմա որ այդ մարդիկ էլ պետքա շուկայում ինչ լիներ, որոշակի քանակություն արտահանվեր, մնացած քանակությունը տեղական շուկայում իրացվեր։ Եթե չի արտահանվում, նշանակում է առաջարկը մեծ է, պահանջարկը քիչ է, ժողովրդի գնողունակությունն էլ ժամ-ժամի ընկնում է, նշանակում է ես էլ դուք էլ մենք արտադրողներս մենք էլ ենք դժվերում, մենք ամիս մի դուժեք, գնացեք տարեք ձեր ապրանքը Եվրոպա։ Մարտակոսը ծիրանի ջեմ է պատրաստում, իշխանությունն էլ PR-ում է դա, ասում է հերթով ձեր ապրանքը հանեք Եվրոպա։ Այստեղ լացում է ֆերմերը, այստեղ տուժում է միլիոնների ֆերմերը, իր հոգսը մեծանում է, խնդրը մեծանում է եւ վերջնական հաշվարկով տնտեսությունը դոմինոյի էֆեկտով վերջնականապես քայքայվում է։ Տեսեք, անընդհատ դուք լոլիկ է շեշտում եք, ես հեսա լոլիկին կանրադառնամ, այստեղ ինչ խնդիր կա, եթե կոնկրետ ֆերմերը աճացնում է ենթադրեն կարտոֆիլ կամ լոլիկ, ինքը ծախսեր արը, չէ, աշխատել են բանվորներ, տրակտորիստներ, իրացումը հենց մինչև մյուս կողմ, կան վաճառողներ, կան վերավաճառողներ, տարբեր օղակներ աշխատում են։ Դաշտում աշխատողները, այդ մարդիկ բանվորներն ունեն տարբեր տեսակի վարկեր, հոգսեր, խնդիրներ։ Պետքա ստանան գումար, որ այդ խնդիրը տանեն։ Ու արդեն կրկնում եմ դոմինոյի էֆեկտով ես չեմ կարողանում վճարել բանվորին, բանվորը չի կարողանում վճարել իր բանկի պարտքը, այն որ սոցիալական վեճեր են առաջանալու, ավելնորդություններ, դատու դատարաններ, մի հատ էլ արդեն հեշտով բանկերի սեփցուցակները դառնալու են հատորներով։ Նշանակում է ոչ միայն պետք է տվյալ պահին աղմուկ բարձրացած մշակաբույսի հետ կապված մտերքի հետ կապված խնդրին, կրկնում եմ համակարգային, վաղը չեն մյուս օր Բադրյանի խնդիրն է, այն մյուս օրը Գազարին է, այն մյուս օրը կարտոֆիլ, ու սենց ավելանալու է։ Այսինքն, երբ դուք ասում եք խնդիրն է հերթով բոլոր մշակաբույսերը գալու են եւ կանգնելու են խնդրի առաջ, նշանակում է դուք իրատեսական չեք համարում կառավարության ծրագրերը, որ տարեք եվրոպական շուկա ձեր ապրանքը։ Դրա մասին արդեն չեմ ուզում արդեն խոսել, որորդ անգամ ասել։ Այդ ինչու որոշ անձ ֆերմերներ կարողանում են որոշակի խմբականակներով այսպես արտահանել Եվրոպա, գնալ հանրային հեռուստաընկերությունում ասել, որ ժողովուրդ դա իսկապես հնարավոր է։ Ուզում եմ հասկանալ, սա ֆերմերին ջանքից է կախված։ Եկեք ես լավ ջանք, եթե ներդրեք կտանեք Եվրոպա։ Չեզոքության խնդիր է, այստեղ ես ձեզ ասեմ, երբեմն հանրային հեռուստաընկերությամբ հանդես են գալիս այն մարդիկ, որոնք որ կառավարահաճո խոսքեր պետք է ասեն եւ երբ որ ոչ օբյեկտիվ մեկնաբանություն ներկայացնեն եթերում, այդ պատճառով հիմնականում այդ մարդիկն են այնտեղ ընդգրկված, չկա օբյեկտիվ քննադատություն, չկա օբյեկտիվ վերլուծություն եւ իրավիճակի ներկայացում։ Այդ ձեր այդ պահով լրատվականի ես ասեմ եւ այդ ովքեր որ այդ հիմնականում ներկայացնում են դրական կերպով, եկեք չեմ ուզում նեղացնեմ ավելի շրջանակը, բայց այդ մարդիկ տարբեր ծրագրերից օգտված
տարբեր օրգանիկ, բարձրաժեք մշակաբույսեր, այն կան արտոնյալ գրանտներ, վարկեր կան, հիմնականում ընկել են իրանք այդ պտույտի մեջ, վերցրել են, աճացնում են, Facebook-յան գյուղատնտեսություն են այդ թվում վարում, տասված միշտ իրենք հաջողակ լինեն, լավ լինեն, բայց դա կրկնում եմ տնտեսության առումով 0.001% չի կազմում։ Եթե կարողացել է ինչ-որ մեկը ձևափոխել ձվի տուպերի մեջ բրոկոլի տարբերակը ստանդարտացնել եւ ի ցույց տնել, մի հատ էլ կառավարությունից սուբսիդիա ստանալ եւ լոգիստիկ առումով եւ մաքսային եւ արտահանման, դա չի նշանակում, որ սովորական ֆերմերները գյուղերում մասսայի էֆեկտ ապահովող մարդիկ կարող են այդ ամեն ինչը անել։ Ինչ են անելու այդ դեպքում նույն ֆերմերները, նույն գյուղացիական տնտեսությունները, որոնք այո, խոշոր գործարարներ չեն, բիզնեսմեններ չեն, Եվրոպայում կրթություն չեն ստացել, սովորական ֆերմերներ են, կարտոֆիլ են աճեցրել, լոլիկ են աճեցրել, հիմա Ռուսաստանն ասում է վերջ, չեք արտահանելու այստեղ, ինչ եք անում։ Ռուսաստանին բերեք այս բայել թողենք հանգիստ, խոսքը մեր ներքին տնտեսության մասին է, նույնիսկ ներքին սպառումը կարող էին այս պահին կանոնակարգեին ելնելով ֆորս մաժորային իրավիճակից, նույնիսկ ընդունենք այդ ձև կառավարությունը ստեղծեր համապատասխան հանձնաժողով եւ դաշտից մինչեւ սուպերմարկետ այդ հետագծելիությունը, այդ իրենց սիրած բառն է, չէ՞, հետագծելիություն, Եվրոպա եւ այլն, այդ հետագծելիությունը Արմավիրից մինչեւ Երևան գոնե ապահովեն դաշտից կամ Շիրակից կամ Կոտայքից, որ հասկանան եւ վերավաճառողներին, միջնորդներին եւ սուպերմարկետների տերերին ասեն, որ այս անգամ խնդիրը պետքա լուծում ստանա, պետքա այս ձև ընդունվի ապրանքը ու հետևողական լինեին, հետևեն, որ ամեն մեկը իր կապրիզները չթելադրեր։ Այդ բառն եմ ես օգտագործում, այստեղ արտադրողը, ֆերմերը տուժում է ժամ-ժամ, իսկ այնտեղ մարդիկ կան, որ իրանց համար գրեթե ոչ մի բան չի փոխվել։ Իսկ Ռուսաստանի կողմից արդեն հնչեցված խնդիրները բարձրաձապարս ձևակերպված է, ձեր եթերում էլ ենք ասել, տարբեր տեղերել ենք ասել, խնդիրը պարզ դրված է։ Մարդիկ Ռուսաստանի Դաշնության ղեկավարությունը ասում է ժողովուրդ, կողմնորոշվեք, կամ ԼԱՏՄ շուկա, կամ Եվրոմիության շուկա, այստեղ թաքցնելու բան չկա, թակում բան չկա։ Հիմա ԿՊԱ-ականներն ասում են, եթե մենք ԵԱՏՄ անդամ ենք եւ Ռուսաստանը մեր գյուղացիների նկատմամբ նման պատժամիջոցների պետք է գնա, մեր ինչին է պետք այդ ԵԱՏՄ-ն, պետք է դուրս գանք ԵԱՏՄ-ից, բայց դուրս եկանք մենք Եվրոպա, ինչպես ենք հասնում։ Եկեք ես խնդիրը ձևակերպեմ այլ կերպ, ոչ թե Ռուսաստանի Դաշնության կառավարությունը պատժում է մեր Հայաստանի Հանրապետության գյուղացիներին, Ռուսաստանի Դաշնությունը մտածելով, որ Հայաստանի Հանրապետությունը ինքնուրույն անկախ պետություն է, ունի կառավարություն, եւ այդ կառավարությունը ունի մշակած քաղաքականություն, տնտեսությունների զարգացման կամ միլիարդներ եւ ասում են փող չունեն, իրանք պետությանն են ահազանգը տալիս, պետության հետ են, կառավարության հետ են իրենք փոխհարաբերության մեջ մտնում եւ իրանք մտածում են որ պետությունը կառավարությունը կունենա B տարբերակը եւ իր գյուղացուն մեր Հայաստանի Հանրապետության վիճակից կհանի, բայց եկեք այստեղ է որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը միշտ ասում է գումարային խնդիր չունի, բայց խնդիրները բերե Բարտոցի տակ է, այդեն չի կարելի անել։ Եվրոմիության շուկան, ժողովուրդ, եկեք այդ Մենք մեր օրինակ դուք ենթադրենք կարտոֆիլ եք աճեցնում, ձեր կարտոֆիլը հիմա, եթե դուք Հայաստանի ներսում դա չեք սպառում, դա այնքան շատ է, որ միայն Հայաստանում չեք կարող սպառել։ Դուք միջև այդ արտահանել եք Ռուսաստան ԵԱՏՄ, հիմա ինչ եք անելու դա։ Ուրեմն կարտոֆիլի հետ կապված ձեր բարձրաձայնած, տեսեք ես ասեմ, դա համակարգված է, շղթա էր, որոշ քանակություն վաճառում էր տեղում, իսկ որոշ քանակություն արտահանում էր Ռուսաստանի Դաշնություն։ Այսինքն, եթե Ռուսաստանի Դաշնություն արտահանում չկա, նշանակում է այստեղ փչացող ապրանքի հավանականությունը մեծանալու է։ Այսինքն, ցավը գիտեք որն է, որ մասաները ժողովուրդը խնդիրը տուն մտնում է, ինքն է սկսում բարձրաձայնել։ Դե հիմա օրինակ այսօր ձկնաբույծները։ Ահա, հիմա հետ գանք որ եւ
տեսեք Եվրոմիության շուկան բոլոր խնդիրներն էլ ընդունենք հաղթահարելի է, ընդունենք որ պետությունը համակարգված դոտացիա է տալիս, միևնույնն է այդ 100,000-ավոր տոննաներ պտուղ բանջարեղենը, որ արտահանվում էր պարզ ԵԱՏՄ շուկա, մասնավորապես Ռուսաստանի Դաշնություն, կրկնում եմ, լավագույն դեպքում, լավագույն պայմաններում չնչին տոկոս է կազմելու Եվրոմիության շուկան, լավագույն պայմաններում ընդունում ենք փաստաթղթի խնդիր չկա, լոգիստիկայի խնդիր չկա, լեզվի խնդիր չկա, փաթեթավորման խնդիր չկա, բոլորը ընդունում ենք պահանջները բավարարված է, բայց քանակ չի ապահովելու շուկայում, դա արդեն լուրջ խնդիր է։ Գանք ձկնաբույզներին, ձկնաբույզների խնդիրը, այստեղ ավելի խնդիրը, եթե խելոք լինեն, կառավարությունը նախ ընդհանուր մի հատ էս խնդրի հետ կապված պետք է հանձնաժողով ստեղծվեր։ Հանձնաժողովի մեջ պետք է ընդգրկված լինեն տարբեր գերատեսչական մարմինների փորձառու, եթե կային մարդիկ, որտեղ այդ խնդիրները բոլորը պետք է օպերատիվ լուծում ստանային, օպերատիվ վերլուծություն ստանային, նոր գնալ կառավարություն։ Ցավոք կառավարության նիստի ժամանակ էլ նույնիսկ չկա օպերատիվ ճիշտ վերլուծության, որ այնտեղ տարբեր գերատեսչական մարմինների ղեկավարներ են նստած, արձագանքող չկա, լուծում տվյալ լուծումը թարմացնող չկա, էպիզոդային, տեսեք նույնը այստեղից այնտեղ եմ գնում, միտքս չեմ կարողանում վերջնական բերել իմի, որ արտահայտում է, ջերմոցատերերը, ծաղիկ մշակողների մոտ արդեն աշխատավարձ չեն ստանում։ Նորից գնացինք նույն էֆեկտին, եթե աշխատավարձ չի ստանում, սոցիալական խնդիրները չի լուծվում, ու հերթով այդ տնտեսությունը վերջնական քայլ կրում է, բայց մինչև այսօր կոնկրետ քայլ չի արվել, ուղղակի ինֆորմացիայի բաց Ոնց չի արվել, այդքան փողը բյուջեից հատկացվել, պարոն Հարությունյան։ Այդ 3 միլիարդ իրենց հնչեցրած գումարը վաղ մյուս օր որ փաստաթղթավորումով իրանք հասկանան տեսնեն այդ գումարները ուր է գնացել, նորագույն խնդիրն է։ Ես եթերով բարձրաձայնում եմ, ոչ մի սովորական ֆերմերի, ոչ մի սովորական հողի մշակի այդ գումարներից որպես կանոն մի լումա չի հասել։ Բա ում է հասել։ Խնդրում եմ դուք որպես լրագրող հարցում արեք, ցուցակները պատասխանը, այդ ժամանակ մենք միասին նույնիսկ ուղիղ եթերով կվերլուծենք։ Այսինքն դուք նկատի ունեք, որ այս իրավիճակում շահում է խոշոր գործարանատերը, շարքային ֆերմերը դարձյալ մնում է միանշանակ, հո առաջ անգամը չի որ բարձրացել։ Այս դեպքում գուցե կառավարությունն ասի, թող ֆերմերներն էլ մտածեն խոշորանան այս դեպքում։ Մեզ գուցե այդքան շատ գյուղացիական տնտեսություն պետք չէ։ Դա այսօրվա խնդիր չի, խնդրեմը այսօր ցայտուն է, բայց դա այսօրվա խնդիր չի, արդեն պետք է այդ կրկնում եմ հանձնաժողովները համապատասխան տարբերակներ առաջարկած լինեն, նախագծեր առաջարկած լինեն, որ տարբեր տարբերակներով դա իրագործելի դառնա։ Եթե այդ հանձնաժողովները դա ջերմոցատերը ներողություն, ասենք մի քանի միլիարդ վարկը վերցրել է, ջերմոցը կառուցել է, որոշ գումար հետ վերադարձրել է, հա, պետքա շահույթ ապահովել, հիմա շահույթ չի ապահովում։ Խոսքը այդ միլիարդները ինքը ստանում է, իսկ այն ցամաքացի կարոտ գյուղացին որ մի քանի հեկտար կամ հեկտար ցորեն գարի է մշակել, կամ հեկտար լոլիկ է մշակել, կամ կարկուտ նայեք, կամ չեն մթերում, այդ մարդկանց ընդամենը 1 միլիոն դրամ է, իրենց 1 միլիոն ցավ էր հոգալու։ Մենք անընդհատ լրատվականները, կառավարությունը միլիարդներից են խոսում, վերլուծում են միլիարդատերերի խնդիրները կարգավորելու, բայց միջին խավն ու ներկայացնի խավ արդեն կործանվել է։ Իրենց մասին ոչ բարձրաձայնող կա, մարդիկ գլուխները չգիտեն արդեն որ պատի տան ներողություն արտահայտության համար։ Հիմա իսկ ինչ վերաբերում է այդ երեկվա ձեր ասած մայրուղին, որ մարդիկ բողոքի ակցիան, լոլիկ մշակող, այդ կտեսնենք, ես կարծում եմ դա էպիզոդային լուծում է պահանջելու, որովհետև որոշ մթերող կազմակերպություններ, դա իմ սուբյեկտիվ կարծիքն է, անցած տարվա նախանցած դրա մենք հետո հաստատ խոստանում ենք անդրադառնանք դրա հետ կապված, սպասենք իրադարձությունների զարգացմանը, բայց ես ձեզ ասեմ, որոշ վերամշակող կազմակերպություններ, որոնք ընդամենը 1-2-3-ն են, խոսքը բանջարեղենի մասին է, իրենք էլ ունեն արդեն խնդիրներ արտահանման հետ կապված, եւ ինչու՞ չէ, նաեւ արդյունքից օգտվելով փորձում են հերթական անգամ
ովքեր որ գալիս են իրենց այդ պայմանագիր կնքելու լոլիկի մտերման հետ կապված, ասում են մենք չենք կարա գնացեք դիմեք կառավարություն եւ այլն, ուղղորդվում է, գնում են ճանապարհը փակվում է ձեր ասած 1-2 ժամ, ասում են սրում են մինչև առավոտ եւ այլն ներքին բանը, որ մթերող կազմակերպությունները կարճ ասեմ, իրանք էլ պետությունից ստանան հեշտական սուբսիդիաները Բայց ստացավ, եթե ինքը այդ արտադրանքը չի արտահանելու Ռուսաստան ԵԱՏՄ, ինչ է անելու։ Եթե ինքն ստանում է պետությունից սուբսիդիա եւ ապրանքի արժեքներ ինքնարժեքի ցածր է մթերելու, պահածոյացնելու է պահի ներքին շուկայում կիրացնի որոշ քանակություն կօգտվի էլի լոգիստիկ մաքսային արտոնություններից կսկսեն դեպի Եվրոպա մի քանի մեքենա ուղարկել մինչև ճանապարհների խնդիրը կբացվի մեծ շուկաներ, բայց իրանք արդեն արդյունքից օգտված կլինեն, այսինքն պահածոն առնվազն 2 տարի պապաման ժամկետ ունի, իմ սուբյեկտիվ կարծիքն է, այսինքն սրանք խնդիրներ են պատկերացնում եք, որ եթե ես խորանամ, պետք է վնասեմ մի կողմին, ճիշտ վերլուծությամբ։ Լավ, լուծումը ո՞րն է։ Եվրոպայից եկան, Հայաստանին 53 միլիոն եվրո գումար են հատկացնելու, որպեսզի Հայաստանը կարողանա այստեղ իր ներսի տնտեսվարողների արտադրանքի որակը բարելավել, սերտիֆիկատների հարցում ավելի հեշտացված ճանապարհների գնալ, որ մեր ապրանքը հասնի Եվրոպա։ Բայց մենք մյուս կողմից, եթե մենք տեսնում ենք ամեն օր բողոքի ակցիա անող տնտեսվարող, հասկանում ենք, որ փաստորեն չի ստացվում։ Լուծումը ո՞րն է։ Հիմնականում անցած տարի ես հիշում եմ գերատեսչության ղեկավարները մատի փաթաթան էին արևան դրոշակ անընդհատ ասում են մենք անցանք գյուղատնտեսության բերքի տեսանկյունից, արտադրանքի տեսանկյունից համախառն եկամտի տեսանկյունից 1 տրիլիոն դրամ է, բայց ես ասում եմ 2016-ին մենք արդեն անցել ենք 1 տրիլիոն 212 միլիարդ 600 միլիոն մենք ունեցել ենք արդեն համախառն եկամուտ գյուղատնտեսության մեջ, եթե դուք տեսեք հաշվարկ չենք անում, ոչ կարկտից տուժած, ոչ մի, եթե դուք նախորդ տարի ձեր թվերով գերազանցել եք 1 տրիլիոնը համախառն եկամտի արտադրանքի տեսքով, հիմա նշանակում է, եթե ապրանքը չի իրացվում, թափվում է, նշանակում նույնիսկ 50%-ը եթե չի արտահանվում, թափվում է տեղում, նշանակում է արդեն այդ տրիլիոնը չկա։ Այդ տրիլիոնի վերլուծությունը, որ տնտեսական էֆեկտը մենք հաշվի առնենք, այս ճյուղերին էլ է տա։ Եվ բացի դրանից արդեն մարդիկ էլ եկամուտ չափովելով, շահույթ չափովելով հետագա զարգացման համար, նոր արտադրանք, նոր հողեր մշակել, այսինքն վերջնականապես էլի հարցը փակենք չտալով համակարգային խնդիրների վերլուծություն, չտալով համակարգային լուծումներ, տնտեսությունը վերջնականապես ջախջախում է։ Այդ դեպքում դեպի աշուն մեզ ինչ է սպասվում։ Նույն բանը շարունակվել ավելի սուր ձևով, ավելանալու են բերքի քանակները, իրացումը շուկաներում ապրանքը շատ է լինելու, բայց նաև այստեղ էլ կա մի աբսուրդ, որ շուկայում էլ ապրանքը նորմալ չի էժանանում, որ քաղաքաբնակը նորմալ քանակություն, այսինքն ներքին սպառման համար չի էժանանում։ Այդ էլ դրսի հետ կապված չի, այդ եմ ես ասում, որ կառավարությունը համապատասխան իր գերատեսչական մարմիններով, այդ հետագծելություն ապավելով, ինչու՞ չէ նաև որոշակի քանակությամբ սուբսիդիաներ տրամադրելով։ Հույս է տվել նույն ապրանքի տիրոջը, որ ներսում մի սպառի դուրս է ստանելու, Եվրոպա է ստանելու։ Դրա համար բանջարեղենը, միրգ, պտուղ, բանջարեղենը Հայաստանի ներսում բավականին թանկ է։ Ես ուզում եմ, չէ, ժողովուրդ, տեն չի, իրականությունը դա չի։ 90% հողի հետ աշխատող մարդիկ իրենք չեն կարողանում նույնիսկ իրանց արտադրանքը բերել հասցնել Երևանյան շուկա կամ այլ քաղաքներ, որովհետև եթե իրանք 1 ժամ, 2 ժամ իրանց դաշտերից կտրվեն, իրանց ջերմոցներից կտրվեն, ամբողջ բերքը աշխատուժ չկա։ Մի մասը իրենք են չարժում, մի մասը կազմակերպում են այլ մարզերից բանվորական ուժ տեղափոխեն,
վերահսկել բուժման աշխատանքներ, ոռոգման աշխատանքներ, մնացել է ֆերմերը մենակ, ինքը չի կարողանում նույնիսկ իր արտադրածը բերել հասնել Երևանի շուկա։ Էլ ոնց կարող է սովորական գյուղի ֆերմերը գնա հասնի Եվրոպա։ Եվրոպա հիմնականում արտահանում են, վերաարտահանում են այն մարդիկ, որոնք որ ունեն մեքենաներ, կապեր, լեզու, դրանք էլ մատերի վրա հաշվելու են ու որոշ խոշոր ջերմոցատեր։ Իսկ Հայաստանից ընտանուր գյուղմտերկը, որ այս վիճակին է, հասել շուկան դիվերսիֆիկացված չէ, շան գլուխ ուրիշ տեղ է թաղված։ Ընդամենը 1-2-3 տրանսպորտային ընկերություններ ու որոնք տրանսպորտային միջոցներ ունեն եւ իրանք հիմնականում զբաղվել են պտուր բանջարեղեն արտահանմամբ։ Իրանք գնել են ու երբեմն շուկայում իրանք գինեն թելադրել, եկեք իրենց անունով կոչեն։ Այսինքն Իրանք եկել են մտել են ֆերմերին ասել են ապրանքի գինը էսա, տալիս ես էսա, չես տալիս էսա։ Ու ամենասուպերը պետք է ընտրես 10, մնացածը չեմ տանում։ Ֆերմերն է գյուղացիներն ասում են ջանդամ գոնես վերևի բարձր որակի ապրանքը տամ, եղածած բանկի պարտքերը փակեմ, երեխին դպրոցի հագուստ կարանամ ապավեմ, այն մնացածն է տեսնեմ գլխից ճարը տեսնեմ կամ բարեկամներին գտամ կամ ընկերներին կամ ճիշտ կանեն կամ այսինքն ինչ որ մոնոպոլիա է գործում այստեղ։ Հոնորություն չի։ Այդ հո այսօր չեղավ։ Վաղուց էս առավել եւս այդ վերջի 8 տարում այդ իրողությանը դեմ գրիվ տվող չկա։ Խնդիր լուծող չկա։ Կրկնում եմ, ոնց ձգնաբույզներ էպիզոդային։ Ձգնաբույզները ռուսական շուկայում հազիվ էին կարողանում իրենց գործունեությունը բանանել, որտեվ շատերն էլ ձգնաբուծությամբ զբաղվողները իրենք էլ ազնիվ գտնվեցին, ասեցին 90% իրանք զբաղվում են ձգնաբուծությամբ, իսկ արտահանողները, վերարտահանողները լրիվ ուրիշ ընկերություններ են։ Այստեղ արդեն ինչ եմ ասում գերատեսչական տարբեր մարմինների ներկայացուցիչներ պետք է հանձնաժողով, այստեղ հոմենակ էկոնոմիկան չի, էկոնոմիկան այն բանի շուրիկի կինոյի նման ինչ ասում է, յա հոտեն չի։ Հանձնաժողով պետք է լինի, հարկային է իր խնդիրը պետք է կարգավորի, տեսնի այդ վերարտանողները ինչքան հարկ ու տուրք են մուծում այդ վերարտանումը, մաքսային է իր խնդիրները պետք է էպիզոդային լուծում տա, ընդհանուր արտաքին գործերի նախարարությունը պետք է դրսից խնդիրները լեզվի խնդիր կա, թղթերի լրացման խնդիր կա։ Այսինքն մեր գյուղացիական տնտեսությունները այս իրավիճակում շահած դուրս կգան, եթե գնան խոշորացման։ Թե խոշորացումն էլ հարց չի լուծի։ Դա լրիվ այլ քաղաքականություն, ինչ է նշանակում խոշորացում։ Որ մեզ պետք չէ 300-ից 400,000 գյուղացիական տնտեսություն, թող խոշորանան, թող զարգանան, թող իրենց կրթեն, որ ցանկացած իրավիճակի պատրաստ լինեն։ Նախ այդ խոշորացման ծրագիրը դա պետք է լինի պետության ռազմավարական ծրագիր, այն որ ասում եմ շատ մանրակրկիտ խնդիրներն ուսումնասիրելով եւ այդ միավորումները ստեղծելու տարբեր արտադրական խոշորացված միավորումներ պետք է լինի։ Միանշանակ ասել խոշորացնենք, այս քանի տարել ասում են, էլի միլիարդներ են ծախսել, էլի որոշ մարտիկ կային եկան նախարար տեղակալ հատուկ ծրագրեր խոշորացման, 1-2 օրինակ չեն կարող վերել։ Տարբեր միջոցներ են ծախսվել։ Վիճակն ավելի վատ է, եթե ազգային ժողով իր տեղում լիներ, որ ուներ վերահսկողական ֆունկցիա, գոնե ժամանակին այդ խնդիրները անժամանակ առ ժամանակ վեր կհանեին, գոնե կողքից լուծումներ կառաջարկեն։ Տարել են այնպիսի խնդիրի վրա խնդիր են բերել դրել, որ մինչև դու փորձես խորքային խնդիրը լուծես, այս մակերեսային խնդրով գյուղացին մոտիկ չի թողա դու իրեն հողին գնաս։ Տարբեր ձևեր կա խոշորացման, չպետք է կպնես մարդու ունեցվածքին։ Մարդու խնդիրները դու պետքա լուծելով բերես իրան այն դաշտ, որտեղ ինքը գոնե 90% համոզված լինի, որ այս հեշտական անգամ իրան չեն խապում, իրան չեն գցում, որ իրոք իր դարդ ու ցավի մասին մտածում է։ Ոչ մի աղքատ չի հավատա, որ հարուստ կապիտալիստը մտածում է իր հոգսերը թեթևացնելու, որ իր երեխան էլ նորմալ սնվի։ Ոչ, եկեք արտար խոսենք։ Այնքան է սոցիալական բևեռացումը չափից ավել հարուստներ, աղքատներ, արդեն բևեռացումը մեծ, միլիարդատերեր ու օրվա հացի կարոտ մարդիկ, արդեն լարվածություն կա։ Չի կարող այդ հարցը, ես ասում եմ, պետական ուժը, պետական մոտեցումը, պետական քաղաքականությունը խոհեմ լուրջ, ճիշտ, հետևողական քայլ առ քայլ։ Պետք է սահմանի ժամկետ, դնի խնդիրներ, լուծելով գնալ։
ընթացքում պետքա մասսայի էֆեկտ ապավող ծրագրեր սոցիալական լարվածությունը թույլատնելով գնան, որ այս ժողովրդի մոտ համախմբում լինի։ Նույնը սուպերմարկետները ես լսել եմ, որ ընդունում են ապրանքները կամ գնացեք հիմա մի հատ լրագրողական հետաքննություն անցկացրեք կամ մի հատ այց։ Տեսեք ինչ գինա, խնդրեմ, տեսեք կերասը 1 կիլոգրամը սուպերմարկետներում, ծիրանը, մնացածը, միրգը, ինչ գնով է վաճառում, հետագծելությամբ հետ։ Գնացեք, ասենք մեծածախ շուկա, մեծածախ շուկայից գնացեք դաշտեր կամ գյուղեր, որ իրականությունը մեկին գումարած մեկ պարզ է, չկա հետևողականություն, կա ուղակի 5 շամեն, 5 շաբթի սովետական միության ժամանակ ձկան օրեր ճաշարներում գրած էր։ Մեր մոտ հանրապետությունը որպես կանոն ամեն 5 շաբթի ինչ-որ թվեր հրապարակելու, ինչ-որ գումարներ խոստանալու, ինչ-որ պոպուլիստական արտահայտությունների օր է։ Թե նախորդ հանրությունը ինչ աշճանով է կատարվել, ուր են հասել, լուծվել են խնդիրները, չեն լուծվել, չկա նման վերլուծություն։ Չկա, գիտեք ինչի, ես եւ մի կողմից ինձ թվում է չեն ուզում, մյուս կողմից էլ չգիտեն, չեն տիրապետում, չեն կարողանում։ Շնորհակալ եմ։ Խնդրեմ։ Հարգելի հետևորդներ, հիշեցնեմ, Արմաթ մեդիայի եթերում զրուցակիցս Աշոտ Հարությունյանն էր, կհանդիպենք հաջորդիվ։